Դե եթե ապրանքը լավ է լավ, եթե դուրս չեկավ Ռուսաստան ախպեր, չկան իմաստ արդեն ստե մշակելը, իմաստ չունի։ Որտեղ է վաճառելու տասնյակ տոննաներով միրգն ու բանջարեղենը, եթե ԵԱՏՄ շուկան փակվի, հայ գյուղացու առաջ զայրանում են ալբանդյանցի Արմենը։ Նույնն է, ոնց որ կարկուտնա վնասը, տարբերություն չկա, ինչ տարբերություն։ Եվրոպական շուկան Արմենի առաջ դեռ բաց չէ, հայտնի էլ չէ երբ կբացվի, բայց Հայաստանի իշխանությունը սպառնում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, Արմենի առաջ փակելով Եվրասիական շուկան։ Հայաստանի Հանրապետությունն իր որոշումը կկայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից։ ԵԱՏՄ-ից դուրս գալը դաժան փորձություն կլինի հայ այգեգործի համար, ասում է Արմենը։ Այսքան ծախսենք արես ծառներ եւ ռեն ախպեր։ Քաղաքական կամ տնտեսական ինչ հաշվարկ է արել Նիկոլ Փաշինյանի թիմը, որ մատ է թափ տալիս ԵԱՏՄ գործընկերների վրա։ Բայց Եվրոպա ով կթողա մեզ Եվրոպա։ Եվրոպա մեր ապրանքը ոսկե է։ Ասենք մի հատ 1 կիլո սիրանը երևի վրները կարող եմ 2000 դրամ փող նստեցի կանա տանեն ընդ հասնեն կամ ով ռիսկանի, ասենք այդ ապրանքը հասնի դե որ չգիտեն կարա վաճառեն թե չէ։ Ըստ անցած տարվա վիճակագրության Հայաստանից ԵԱՏՄ երկրներ է արտահանվել 42000 տոննա ծիրան, 36000-ը միայն Ռուսաստան։ Եթե ծիրանը դեղձը Ռուսաստան չմտնի, ապա Արմենի բիզնեսը շունչը կփչի, սնանկությունը անխուսափելի կլինի։ Արմենի նման հազարավոր գյուղատնտեսներ ունեն այս մտահոգությունը։ Նրանցից մեկի հետ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում իր զրույցի մասին այս շաբաթ Ռոբերտ Քոչարյանը հիշել էր Մեծ քաղաքականություն փոդքասթի ժամանակ։ Բիզնեսմենը գանգատվել էր, որ եթե հայ-ռուսական հարաբերությունները ավելի փչանան, ծաղկի իր բիզնեսը վերջնականապես կթառամի։ Շփվեցինք հենց թռիչքի ժամանակ, ասում է անհանգիստ եմ, կարող է այս վիճակը ավելի ավելի խորանա։ Այո։ Ասում եմ, այո, այն ինչ որ ես տեսնում եմ, ավելի է խորանալու, հարցրեցի թե ինչի ես անհանգիստ։ Ասում է ջերմոց եմ սարքել, վարկեր են վերցրել, ծաղիկ ենք բերում, Ռուսաստանում վաճառում։ Անցած տարի 2 ամսը որ փակեցիք, սնանկացման եզրին էինք։ Ասի իսկ եթե 6 ամսով փակեն, ինչ էս լինելու։ Ասեց լրիվ սնանկանալու եմ։ ԵԱՏՄ-ից դուրս գալը Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելը ում է ցավեցնելու եւ արդյոք մեր տնտեսությունը կդիմանա այդ համարցակ արկածախնդիր քայլին։ Հայաստանում դա լինելու է կոլապս բոլորի համար։ Հայաստանի բնակչության 80%-ը առնվազն այս կամ այն ծավալի կախվածություն ունի բարեկեցություն այդ 80%-ի Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Հայաստան դաշինքի առաջնորդը նկատում է Հայաստանի արտաքին առևտրի առնվազն 40%-ը Ռուսաստանի հետ է։ Շատ ավելի վտանգված է։ Մեզ հետ Ռուսաստանի առևտուրը Դաշնության արտաքին առևտրաշրջանառության ընդամենը 0.7%-ն է։ Մի կաթիլ ծովում։ Սա այն տոկոսն է, որ Ռուսաստանը ոչ ոք չի նկատելու։ Հասկանում եք, sense լրիվ խզում ես կապերը, Ռուսաստանը ոչ ոք չի նկատելու ընդհանրապես, որ ինչ որ եղել է այսպիսի ծավալների արտաքին առևտուր։ Եթե մենք կապերը խզեցինք Ռուսաստանի հետ, մենք ստկորած ենք ախպեր, մեզ Եվրոպան կընդունի, ինչ պիտի անենք Եվրոպայի հետ ախպեր։ ԵԱՏՄ-ի հետ 7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունի Հայաստանը։ Եվրասիական շուկան դեռ մի անհայտ շուկայի հետ փոխարինելը արկածախնդրություն են անվանում նաև տնտեսագետները։ Եվրոպական շուկա հասնելու համար միայն լոգիստիկ ծախսն այնքան մեծ է, որ հայկական ապրանքներն արդեն անմրցունակ կդառնան այնտեղ չհասած։ Գյուղմթերքը եթե մենք փորձենք ԵՄ տանել, ենթադրենք 0% մաքսատուրկով, ենթադրում եմ, օրինակ եմ բերում, ապա միայն ճանապարհածախսը, որ մենք մեր գյուղմթերքը հասցնենք եվրոպական շուկա, Գերմանիա, Ֆրանսիա կամ ասենք Իսպանիա, ավելի թանկ է լոգիստիկ ծախսերը լինելու, քան օրինակ Արևելյան Եվրոպայի շատ երկրների համար։ Առանց ռուսական էժան գազի հնարավոր չէ հայկական տնտեսությունը ոտքի վրա պահել, կարծում է Հովիկ Գրիգորյանը։ Ըստ նրա, եթե Հայաստանը լքում է ԵԱՏՄ-ն, ապա ռուսական գազն է նաև թանկանում մեր երկրի համար։ Ապահովում է իրան շուկան։ Կապույտ վառելիքի գինը 175-ից 600 դոլար կարող է դառնալ ԵԱՏՄ-ն լքելու դեպքում։ Այսինքն, եթե մենք ունենանք 3 անգամ թանկացում, օրինակ նույն ջերմոցային տնտեսությունները կարան ունենան մինչև 70% վնաս։ Իսկ այդ դեպքում արդեն 80-ից 100% հնարավոր է բանջարեղենի գնաճ ունենանք։ ԵԱՏՄ-ի հետ ապահարզանից հետո գնաճը չի շրջանցի նաև սպառողական ապրանքները, ասում է Գրիգորյանը։ Ալյուրի, կարագի, ձեթի, արյուծի բաժինը մեր երկիր է ներկրվում Ռուսաստանից։ Որպես այլընտրանք
Եթե մենք այդ շուկան կորցնենք, որտեղից մենք ներմուծում ենք, ունենք, ես գտնում եմ, որ չունենք։ Եթե անգամ ունենք, այդ ներմուծվող ալյուրը, ձետը, կարակը առնվազն 3 անգամ ավելի թանկ է լինելու։ Նախընտրական շրջանում ժողովրդի աչքին թոս փչելով Շենգեն վիզաների ազատականացման խոստումով պետք չէ հրաժարվել մեր բնական շուկայից, կարծում է տնտեսագետը, պետք չէ սովի մատնել Հայաստանը։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան, Նորայր Շարբաթյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր Կիրակի։